Նիստը սկսվեց ջերմ մթնոլորտում ազգային ժողովի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկին, վերջինս խոսք խնդրեց, Ռուբինյանը չմերժեց բացառության կարգով։ Նախ շնորհակալ եմ ու քանի որ իմ ծնունդը համընկնում է մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Եթե իմանար Ռուբինյանը, թե ինչ էր ասելու շնորհակալական խոսքում ընդդիմադիր պատգամավորը, գուցեև ձայն չտրամադրեր։ Դալիճի չծապահարող հատվածից հիշեցում եղավ, թե այսօր նաև ՔՊԱ-ական պատգամավորներից մեկի ծնունդն է։ Պարզվեց սխալ գիտեին թե գործընկերները, թե քարտուղարությունը, ճիշտը օր ու ամսով գիտեր ազգային ժողովի նախագահը։ Չէ, սխալ է, քարտուղարությունը սխալ գիտի, այսօր Լիպսիմե Գրիգորյանի ծննդյան օրը չի, բայց մյուս ամսվա 18-ին է, հիշեք, որ շնորհավորեք, իրան էլ ձայն կտամ, տեսնեմ ինքը ում ծնունդն է ուզում շնորհավորել իր ծննդյան օրը։ Ծնունդներից հետո Գեղամ Մանուկյանը, ով երեկ ներկայացրել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Լիլիթ Գալստյանի կենսագրությունը, պատասխանեց հարցերի։ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կենսագրականի մեջ մի բան բաց է թողել, այն որ Լիլիթ Գալստյանը ժամանակին եղել է Կոմսոմոլի քարտուղար։ Արտարոց ոչինչ չկա, այն ժամանակ դա նորմալ էր։ Եթե դուք ավելի շուտ ծնված լինեիք, գուցե դուք էլ դառնայիք Կոմսոմոլի քարտուղար, պատասխանեց Մանուկյանը։ Հետո մեղադրեց իշխանություններին, թե ինչպես խոստումներին հակառակ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահների պաշտոնները զբաղեցրեցին։ Արայիկ Հարությունյանը հակադարձեց, թե Կոմսոմոլ ՀՇԱ-ականների ու հանրապետականների տեսքով եղել է նաև 90-ականներին, բայց ինքը չի անդամակցել, իսկ մեղադրանքի մասով մի անեկդոտ պատմեց հարբած տղամարդու եւ տգեղ կնոջ մասին։ Կներեք էլ այս գենդերային անեկդոտի համար, բայց պետքա պատմեմ։ Ասում է դու հարբած ես, ասում է բայց դու գեշ ես։ Ասում է դու հարբած ես, բայց դու գեշ ես։ Երրորդ անգամ երբ որ ասում է ես գոյաղանամ, բայց դու տենց գեշել կմնաս։ Հիմա մենք մեր սխալները ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք նույն ձև գեշել կմնաք։ Ազգային ժողովի նախագահը խորհուրդ տվեց անեկդոտով պատասխանել, Մանուկյանը ասաց, թե շատ ավելի լուրջ է պատասխանելու։ Ձեր 8 տարվա համար դուք ամեն օր ասում եք այո, սխալվել եմ։ Արցախի հարցում սխալվել եմ, այդ հարցում սխալվել եմ, այն հարցում սխալվել եմ։ Ամեն անգամ ասի վայ ականջի ծայրից կդրել ենք, կներեք, մյուս անգամ չենք կդրի։ Հետո ասեք մյուս ականջին։ Որփի գլուխ չի ես երկիրը։ Դրա համար ենք ասում գնացեք։ Շնորհակալ եմ։ Բայց նոր ենք եկել, պարոն Մանուկյան, ուր գնանք։ Ամբիոնին մոտեցավ Լիլիթ Գալստյանը, խոսեց տարբեր հարցերից, հանրադարձավ նաև ազգային ժողովի ցածր վարկանիշին, նշելով, որ դրա հիմնական մեղավորը իշխող քաղաքական ուժն է, ավելի պատկերավոր խոսքի համար երաժշտական տերմիններ պետք է կան։ Դուք դիրիժորն եք, հասկանում եք, կամերտոնը։ Համեմատության մեկ ուրիշ տիրույթ տեղափոխվեց հարց ու պատասխանը, երբ Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ Արթուր Սարգսյանի հետ կապված ընդդիմադիրների պարբերաբար հնչեցվող խոսքին։ Քանի որ ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին եւ մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Լիլիթ Գալստյանը անմիջապես չպատասխանեց, փոխոսնակի ազգանունն էր մոռացել կամ այդպես ցույց տվեց։ Պարոն Ալեքսանյան, Տիկին Գալստյան։ Այո, պարոն Ալեքսանյան։ Համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ, նույնիսկ վիրավորական է փոխոսնակի ազգանունը մտաբերելուց հետո ասաց Լիլիթ Գալստյանը։ Դուք նաև վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, հավատացյալի։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում, Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իմիջիայլոց Ուսամա Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել են գրեթե 3000 մարդ, իսկ քաղաքացիական պայմանագրի իշխանության վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000 ավել մարդ։ Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում առանց գերեզման թողնելով։ Քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա իշխանության է։ Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչյանը դեռ ազատության մեջ է։
Փոխադարձ մեղադրանքները շարունակվեցին, ԿՊԱ-ական Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց 100 մահապարտների մասին պատմությունը։ Ձեր մյուս թիմակիցը նշում էր, որ այս իշխանություններից ազատվելու համար մեզ պետք են ընդամենը 100 մահապարտ։ Ուզում եմ հասկանալ օրինակ այս արտահայտությունը, այս հայտարարությունը որքանով է տեղավորվում իրավական գործիքակազմի մեջ։ Երբ որ Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատի մաս գաղափարը բարձրացրեց, բնականաբար բնականաբար նկատի ուներ, հիմա զուգահեռները կանեմ, հայրենիքի փրկության, ազատագրման եւ այլն այդ բոլոր թեմաները։ Եվ այս կոնտեքստում, այդ մահապարտի կոնտեքստը ուղղակի պետք չի նյութականացնել եւ վարք, ասենք թե սպանության եւ այլնի վարքի վրա պրոյեկտել մահապարտի գաղափարը հայրենիքի գաղափարին, պետության գաղափարին նվիրվելու գաղափարն է։ Տիկին Գալստյան, ձեր դաշնակցական գործընկերը 100 մահապարտ հավաքագրում էր, որպեսզի իշխանությանը հեռացնի, վարչապետին հեռացնի։ Հայրենիքի փրկման հետ մի համեմատեք ձեր գործընկերոջ հավաքագրած մահապարտներին եւ բայց ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ձեզ այդպես էլ չհաջողվեց մահապարտների հավաքագրել, այս առիթով ուրախ եմ։ Ելույթների ժամանակ շատ խոսվեց նաև գերիների մասին։ Ընդդիմությունը դարձյալ մեղադրում էր իշխանությանը անգործության մեջ։ Ընդդիմադիրներին պատասխանեց Նազելի Բաղդասարյանը, հիշեցնելով շուրջ 200 գերիների վերադարձի մասին։ Տիկին Գալստյան, ասում եք չեմ հիշում 2 տարի առաջ էին վերադարձել գերիները, վերջինը այս տարի հունվարին է եղել։ Ես օրերը անգիր եմ հիշում։ Որովհետև հատկապես Խծաբերդի ու հին թաղերի վերադարձած յուրաքանչյուր անձի դիմավորել եմ ինքս օդանավակայանում։ Չեմ խոսել, կամերաների առաջ չեմ ասել, էմոցիոնալ ծանր է եղել։ Երբ որ հարազատները առաջին իմ հեռախոսով են խոսել իրենց հետ։ Դժվար է ինձ խոսել այս թեմայով։ Որովհետև եղել է լուր աշխատանք, երբ որ դուք պարզապես ամբիոններից ելույթ եք ունեցել, սա մարդկանց ճակատագիր է։ Գնացեք Շիրակ եւ 62 վերադարձած գերիների հարազատների հետ խոսեք ինչպես է եղել, ինչ գործընթաց է եղել։ Հիմա եկել ստեղ ամբիոններից ելույթ եք ունենում։ Ի վերջո Տիկին Բաղդասարյանի քաղաքական թիմի եւ նրա ղեկավարի իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով է, որ մեր տղաները հայտնվել են Բաքվի բանտում։ Հիմա եկել ում եք ինչ ասում։ Կրկնում եմ ձեր գործողությունների եւ նաեւ ձեր անգործության բերումով է, որ մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում։ Խմբակցությունների անունից եւ Լիլիթ Գալստյանի ամփոփիչ ելույթից հետո հարցի քննարկումը ավարտվեց։ Խորհրդարանը անցավ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրության հարցի քննարկմանը։ Տեխնացուն այստեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանն է։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։